Ծովաչքերի պատճառով հեռուստասերիալում Արմանը ապացուցում է, որ երբ խոսքը վերաբերում է սիրուն, նա պատրաստ է դիմակայել ամեն խոչընդոտի։ Նրա համառությունը, պայքարելու պատրաստակամությունը նույնիսկ Սարոյանի համար է անսպասելի։ Չնայած բազմաթիվ զգուշացումներին, հորդորներին ու ուղիղ արգելքներին, Արմանը չի հանձնվում։ Նա շարունակ զանգում է Նարինեին ու Սառային, հույս ունենալով գոնե մի բառ լսել Էլլայից կամ եթե հնարավոր է, ուղղակի նրա ձայնը, թեկուզ 1 րոպեով։ Ի վերջո, նրա համառությունը արդյունք է տալիս։ Սարոյանը տեսնելով, որ Արմանի սերն անկեղծ է ու անդառնալի, թույլ է տալիս այդ զանգը, բայց հստակ պայմանով։ Սա լինելու է նրանց վերջին խոսակցությունը։ Լինելու է մի հրաժեշտի խոսակցություն, սակայն այնպես, որ Էլլան չզգա, չկռահի ոչինչ։ Արմանն ընդունում է պայմանը, ընկճված, բայց երջանիկ, որ հնարավորություն է ստանում լսելու Էլլայի ձայնը։ Երբ զանգը հաստատվում է, Էլլայի ուրախությանը չափ չկա։ Նրան զարմացնում է զանգն ու միաժամանակ լցնում խոր հուզմունքով։ Արմանն արդարանում է, որ այսքան ժամանակ ինքը չի զանգել, որովհետև մշտապես կապի մեջ է եղել Նարինեի հետ եւ նրանից է ստացել Էլլայի մասին բոլոր տեղեկությունները։ Էլլան հավատում է, նրա ներսում մեղմ խաղաղություն է։ Նրանց խոսքը կարճ է, բայց լի զգացմունքով։ Երկուստեք թաքցնում են լարվածությունն ու ներքին կասկածները, որպեսզի պահը մաքուր մնա։ Բայց երբ խոսակցությունն ավարտվում է, երբ հեռախոսը անջատվում է, Սարոյանը իր մռայլ, վճռական ձայնով ասում է Արմանին. «Հիմա հեռացիր մեր կյանքից ու այլևս երբեք չվերադառնաս»։ Արմանը քարանում է, բայց գիտի, պայքարն այս պահին ավարտվել է։ Իսկ Սառան, որքան թվում էր խելացի, այնքան ավելի է հիասթափեցնում իր բացակայող դատողությամբ։ Նա կրկին գնում է Եվայի հետ հանդիպման, չգիտես ինչու մտածելով, թե այնտեղ ճշմարտություն կգտնի։ Եվան իր հերթին չի կորցնում պահը։ Նա պատմում է, որ տարիներ առաջ հղի էր գոռից։ Այդ մասին իմացել էր արդեն բանտում, ճնշված եւ անզոր վիճակում։ Իսկ հետո կորցրել էր երեխային։ Նրա ձայնում մեղմություն չկա, միայն ցավի մեջ փաթեթավորված վրեժ։ Սառան լսում է, նրա ներսը փոթորկվում է։ Եվ նա սկսում է մտածել, արդյոք արժե ամուսնանալ մի տղամարդու հետ, ով իր ներկայությամբ ուրիշի կյանքում այսքան ցավ է բերել։ Այս մտքերն արդեն ավելի ուժեղ են, քան նախորդ բոլոր կասկածները։ Եվան հասավ իր ուզածին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սառան կհամաձայնի շարունակել հարաբերությունները գոռի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաց մոժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափ դու ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք բարը պատկերացնի։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխար։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ Սազում անոն քեզ, բայց դրա սորի սպանվիլի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում, եւ Երևանում։
Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել։ Ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չերք ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ